Սամյուզյան վարչապետը մի քանի ամիս առաջ հայտարարեց երկաթուղու կառավարման նոր մոդելի մասին, կա ինչ-որ նորություն այս առումով, թե չէ որևէ պետություն հանձնարարել է կամ առաջարկել է, որ կառավարի երկաթուղին եւ Ռուսաստանը արդեն վերջնականացրել է իր դիրքորոշումը, պատրաստ է կառավարումից հրաժարվել, թե ոչ։ Դե նախ վարչապետը ասաց, որ այդ փաստի բերումով հայաստանյան երկաթուղիները զրկվում են մրցակցայնությունից եւ առանձին երկրներ, ովքեր չեն ուզում գործ ունենալ որևէ կերպ Ռուսաստանի կամ նրա կողմից որևէ կերպ կառավարվող ակտիվների նախագծերի հետ, ուզում են շրջանցել Հայաստանը։ Դա սա փաստ է եւ որևէ մեկը առանձնապես չի թաքցնում նույն այդ երկրները, ովքեր ուզում են շրջանցեն։ Հիմա մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի մեկ, եւ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները մոդեռնիզացվեն երկու, մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները առնվազն քիչ առաջ Գյումրի կարծիքից ենք խոսում, ֆիզիկապես այդ պակասող 2 կիլոմետրը կամ ինչքան կապվի մի կողմից Թուրքիայի երկաթուղիների հետ կարծով, մյուս կողմից նաեւ Երաս, Նախիջևան, դե ամենահարավն էլ քննարկեցինք Թրիպը։ Հիմա այդ կառավարող ընկերությունը եւ երկիրը, որին պատկանում է այդ ընկերությունը, պետք է դիրքավորվի այս հարցի շուրջ։ Եթե կառուցում են, մոդեռնիզացում են, մի իրողություն է, եթե հրաժարվում են, այլ իրողություն է, այն ժամանակ պիտի մտածենք այլ լուծումների մասին։ Ինձ տենց հստակ վերջնական դիրքորոշում հայտնի չի։ Տարոն Միրզոյան, տեսեք, շատ է խոսվում այս շրջանում հիբրիդային հնարավոր պատերազմի մասին, սլակները ուղղվում են դեպի Ռուսաստան, Հայաստանի իշխանություններն էլ ըստ էության արևմուտքից են աջակցություն խնդրում առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դուք ձեր ռուս գործընկերների հետ, օրինակ այդ հարցը բարձրացել եք, ինչի եք հիբրիդային պատերազմ իրականացնում Հայաստանում, սա առաջին հարցը գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված ինչ նորություններ են հայտնի, ինչ է լինելու, արդյոք նրանց Հայաստան վերադառնալը որքանով է հավանական այս ընթացքում եւ երրորդ հարցն էլ ներողություն, որտեղ էլ չեմ փողի հարցամ, եւ երրորդ հարցը տեսեք ազգային անվտանգության եկեք ընդհատենք երրորդ հարցը չլսենք մյուս ազգային անվտանգության ծառայության հարցերը ազգային անվտանգության չէ, հաստատել էր, որ օրինակ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է, ծեր մասովեր ժամանակի մի փաստաթուղթ էր հրապարակվել։ Ես շնորհակալ եմ այս հարցը։ Դրան էլ անդրադարձեք։ Լավ։ Երկրորդ հարցը ամենահեշտն է, մի րոպե, երկրորդ հարցը որն էր։ Գերիների։ Հա, ուրեմն պահվող անձանց գերիների վերաբերյալ դիրքորոշումը մեր նույնն է, ես նույնը համարյա գրեթե բառացիպտի կրկնեմ, ես գերադասում եմ այստեղ ավելի շատ բարձրաձայն եւ հրապարակային չխոսել, աշխատել, երբ որ արդյունք է լինում, դա ողջանությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջին ուրեմն 4 գերիների ազատ արձակումը եւ վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց հնարավորինս շուտապույտ ազատ արձակումը եւս մի քայլով կամրապնդի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաեւ Ադրբեջանի եւ առաջերտին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա, կրկին, այս այն հարցն է, որ կամ կա արդյունք կամ չէ, աշխատում ենք շատ լավ, իհարկե դա մեր չի կարող վերանալ մեր օրակարգից։ Արդյունք լինում է, բոլորդ միանգամից իմանում եք եւ ոչ իզնից, էլի։ Այդ մարդկանց ազատ արձակումից առաջին հիբրիդային է։ Ուրեմն հիբրիդային, եկեք մի հատ հասկանանք ինչ է նշանակում հիբրիդային հարձակում։ Դա նշանակում է դա գրել են, որ Դուբայում տեղյակ ունեն։ Նայեք, դա բառացիորեն, եթե փորձենք թարգմանել հիբրիդային բառը, կլինի խառնածին, հա, այսինքն Հայաստանի Հանրապետության դեմ խառնածին գործողություններ, խառնածին հարձակումներ, դա կարա լինի ապատեղեկատվություն եւ մեծապես հենց այդքանով էլ շատ սահմանափակում է, դա կարա լինեն կիբեր հարձակումներ, չգիտեմ, զանազան եւ այլ, այսինքն գրականություն կա, բան, պատշարժի ժամանակը վատնել սահմանման վրա։ Արվում է Հայաստանի Հանրապետության դեմ այսպիսի հարձակումներ, միանշանակ ով կարա կարծեք այլ կարծիք հայտնի։ Մի մասը իդեպ սիրելի գործընկերներ, ես չեմ ճանաչում, որ լրատվամիջոցներ ներկայացնում, մի մասը ձեր միջոցով արվում։ Այդ ձեր միջոցով արվածի մի մասը գիտակցված է արվում ձեր կողմից, մի մասը տենց պատաբար ստացվում է, դե լուր է գալիս, տարածելու անհրաժեշտություն եք տեսնում։ Այո, առաջին հերթին եւ մեծ մասը հենց սուտ տեղեկատվության տարածման մասին է խոսքը, երկրի անուն եք տալիս։ Կարող են այդ սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր։ Այո, տանում են։ Եվ դուք մի պատկերացրեք, տենց կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից կամ բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում եւ կառավարվում է։
Կարակ տեսնեք Ռուսաստանի Դաշնության падգամավորներ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որտեղ դա ներքին քաղաքականության խառնվել։ Կարակ տեսնեք տարբեր դրամաչափի պաշտոնյաների այդ գործողությունների մեջ, կարակ տեսնեք փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ։ Վստահաբար կարակ տեսնեք մի թեթև Google անելու պահից։ Հետևաբար սա մեզ համար բավականին անծանոթ երևույթ է եւ միևնույն ժամանակ ինչ որ մի մասում աշխարհի այս մասով կա կուտակված փորձ ինչու չհարցնել ես չեմ հասկանում այսինքն հենց Եվրամիություն կան ինչ որ շրջանակներ Եվրամիություն բառը լսում է խրտնում է եւ մտածում է այս եկել են մեզ կուլ տան եկել են սա մեզ կտրեն այս ինչ մի չգիտեմ դարավոր բարեկամական են մի կապից տանեն մեզ մտցնեն չգիտեմ ինչ այդ հենց Եվրամիություն լսում են չոքերները թուլանում է մի անգամից որ ասեք այդ բանը խումբը գար Մադագասկարից ես վստահ եմ այդ ռեակցիան չէր առաջացնի հիմա ես ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ եւ կամ բացահայտում անեմ ձեր Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ընտրական գործընթացների հետ կապված տարատեսակ ասպեկտներով տարատեսակ ուրեմն առանձին ենթավորներով Հայաստանի Հանրապետությունը այդ թվում Եվրամիությունից օգնություն խնդրել է ոչ մի նոր բան այստեղ չկա։ Ռուսներն էին։ Այո։ Ռուսներն էին առաջ։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը ունի սեփական փորձը հիբրիդային դեմ հարձակումների դեմ պայքարելու եւ պատրաստ է կիսվի, մենք դեմ չենք թող կիսվեն, մենք էլ կտեսնենք դա ինչ փորձ է։ Ներողություն, երրորդ հարցը ԱԱԾ գործակալ եւ իմ սիրելի գործընկերներ, մեկ անգամ էլ եմ ուզում բոլորիդ հնչեցնել։ Իհարկե կարող է քաղաքական պատեհությունից ելնելով ժամանակ առ ժամանակ գրպանից անել ինչ-որ գործիքներ, թե պատասխանները վաղուց տրվել են եւ փորձել մանիպուլացնել ու շրջանառել, բայց եթե հարցը չլա չեմ խուսանալու ընդհանրապես ես որևէ հարցից կարող եմ պատասխանել։ Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության, եւ սա շատ առանցքային է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության համար, այսինքն փորձագիտական աջակցության, ես լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի եւ ակտիվ ուրեմն ընդդիմադիր գործողություններին մասնակցող, այն ամենայնիվ համարում եմ, որ սա իշխանությունների մասին չի, սա Հայաստանի Հանրապետության մասին է, սա պետական ինստիտուտ է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն հարցնել, որտեղ իմ աջակցություն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է եւ համաձայնություն եմ հայտնել իրանց այդ հարցով որպես փորձական, այո, մասնագիտական օգտակար լինելու։ Կարճ ժամանակ անց այդ համագործակցությունը ավարտվել է, սա ես ոչ թաքցրել եմ, ոչ էլ պետքա սենց բաներ։ Եվ կներեք, զուգահեռ չէ, ես չգիտեմ դա ինչա նշանակում է ես։ Կարծում եմ, որ երբ որ հավաքագրված, չգիտեմ, իրանց համար տարբեր հանրազանություններ անող բանա դա է գործակալը։ Բայց զուգահեռ տանել մի մարդու մեջ, ով այս իրավիճակում իր երկրի ազգային անվտանգությանը փորձել է օգտակար լինի մի դրվագով, մի հարցով եւ մարդու մեջ, որ եղել է մի կայսրության գործակալ, այս դեպքում մի քիչ բան է։ Չէ, չեմ համեմատում, չեմ։ Լավ, եկեք հաջորդ հարցը ստորացնենք։ Կլսեմ ձեզ, մի քիչ